Յանկիներ գնացեք տուն, Գրենլանդիան չի վաճառվում, 56,000 բնակչությամբ կղզին զավթելու Միացյալ Նահանգների նախագահի ցնորամիտ մտադրությունը նուկի փողոցներ է հանել հազարավոր քաղաքացիների։ Գրենլանդիայի համար սա պայքար է ազատության համար։ Ցուցարարները դատապարտում են Թրամփին, նրա գաղափարն էլ անվանում խելագարություն։ Նա խղճի խայտ չի զգում որևէ մարդու նկատմամբ, նա պարզապես ինքնահավան մեծ բռնակալ է։ Ոչ նշանակում է ոչ։ Գրենլանդացիները Միացյալ Նահանգների նախագահին հորդորում են ձեռքերը հեռու պահել կանաչ կղզուց։ Թրամփի դեմ բոյկոտին միացել է նաև Գրենլանդիայի վարչապետը։ Գրենլանդիան մենակ չէ, տասնյակ հազարավոր դանիացիներ հեղեղել են Կոպենհագենի ու դանիական այլ բնակավայրերի փողոցները, աջակցելով Գրենլանդիայի իրենց քույրերին ու եղբայրներին։ Շատ վատ զգացողություն ունենք, մի անձնավորություն պարզապես ցանկանում է վերցնել մեր երկիրը։ Այստեղ մենք ծնվել ու մեծացել ենք, մեծահասակները, երեխաները չեն կարողանում քնել գիշերները, տագնապի մեջ են այս վիճակից, մենք թվաքանակ չենք, մենք մարդ ենք։ Բոլորիս համար շոկային էր նույնիսկ այն, որ Միացյալ Նահանգների նախագահի գլխում կարող էր նման միտք ծագել։ Այստեղ ենք արտահայտելու մեր աջակցությունը Գրենլանդիային ու Դանիայի թագավորությանը։ Շատ վրդովված ենք ստեղծված վիճակից։ Սպիտակ տան ղեկավարը տակնու վրա է արել հին աշխարհը։ Գրենլանդիայի հարցն իր օգտին լուծելու համար Թրամփը դիտարկում է բոլոր տարբերակները ռազմականից մինչև տնտեսական։ Միացյալ Նահանգների նախագահը պատժում է նաև բոլոր այն եվրոպական երկրներին, որոնք դեմ են հանդես գալիս իր ծրագրին։ Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից եւ Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա փետրվարի 1-ից կգործի 10% Միացյալ Նահանգների մաքսատուրք։ Սա դեռ ամենը չէ, հունիսի 1-ից մաքսատուրքերը կհասնեն 25%-ի ու կպահպանվեն այնքան, քանի դեռ Գրենլանդիայի ամբողջական եւ անվերապահ ձեռքբերման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվել։ Եվրոպան շանտաժին չի ենթարկվի, հայտարարել է Դանիայի վարչապետը։ Թագավորության արտգործնախարարի պնդմամբ էլ Կոպենհագենը չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորումից։ Անցյալ շաբաթ սկսեցինք ամերիկացիների հետ երկխոսությունը։ Մենք չենք հանձնվելու, շարունակելու ենք բանակցությունը։ Նորվեգիան զգուշացնում է Միացյալ Նահանգներին մաքսային ճնշումներն ընդունելի չեն։ Նորվեգիայի դիրքորոշումը նույնն է։ Մենք թույլ չենք տա, որ մեզ վրա ճնշում գործադրվի։ Դաշնակիցների միջև նման սպառնալիքներն անընդունելի են։ Իսպանիան նույնպես իր դժգոհությունն է հայտնել Թրամփի որոշման վերաբերյալ։ Եվրոպան ցանկանում է անդրաատլանտյան կառուցողական հարաբերություններ, սակայն վասալ չի դառնա։ Ահաբեկումն ու սպառնալիքները չեն ազդի մեզ վրա, հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։ Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ սխալ է համարում ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության համար դաշնակիցների դեմ պատժամիջոցի կիրառումը։ Թրամփին զայրացրել է Գրենլանդիայում եվրոպական ռազմական առաքելության ներկայությունը։ Ըստ Միացյալ Նահանգների նախագահի, եվրոպական 8 երկրները դեպի Գրենլանդիա ճանապարհորդություն են սկսել անհայտ նպատակով։ Սա շատ վտանգավոր վիճակ է մեր մոլորակի գոյության ու անվտանգության համար, ասել է Թրամփը։ Վաշինգտոնից հնչած սպառնալիքների ֆոնին Գերմանիայի Բունդեսվերի 15 հոգանոց զորակազմը լքել է կանաչ կղզին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։